Եթե զույգի միջև կա անախորժություն, վեճեր են անընդհատ, սոցիալական աշխատողը կարող է մի անգամ գնալ զրուցել, երկու անգամ գնալ զրուցել, բայց արդյոք դա կլուծի խնդիրը։ Գիտեք, ունեցել ենք դեպքեր այդպիսի։ Կնոջ հետ ամեն օր զանգում է, ինչպես ես։ Ես հասկացա, որ բռնության է ենթարկվում անընդհատ այդ Բայց աղջիկը։ ուղիղ չէր ասում։ Ուղիղ չէր ասում, կրթությամբ իրավաբան էր, բայց ինքը անգամ չէր հիշում, որ ինքը մասնագիտություն ունի։ Փորձում էի աշխատաշուկայում գտնեի մի հատ գործ, որ ինքը կարողանար առավոտից 9-ից 4-ը աշխատեր։ Սկսեցի աշխատել նրա վրա, որ ինքը հավատա, որ ինքը կարող է իրավաբանալ, ինչու՞ չէ։ Սկսեցինք նոր աշխատել։ Ու գիտեք, այդ տղամարդ հետ ամուսինը, որ իրեն չէր հավատում, այն տղամարդիկ, որոնք բռնության են ենթարկում կնոջը, իրենք ավելի բարձր են իրենց դասում, չէ, կնոջից, իրենք ուժեղ են, ամեն ինչ կարող են, բայց կինը չի կարող։ Այս դեպքում ամուսինը սկսեց կամած հարգել։ Հիմա հրաշալի ընտանիք ունեն, 3 երեխաներով։ Իսկապես Պետք է հավատաս։ այդպես վատ իրավիճակը մեկ էլ դառնալ հրաշալի։ Երբ որ դու թույլ ես տալիս, երբ որ ամեն անգամ մեկը մտնի բղավի ձեզ վրա, զգում ա, որ դուք ոչ պաշտպանվում եք, դուք հարմարվել եք դրան, դուք չեք պահանջում, որ ձեր հետ ուրիշ ձև վարվեն, դուք գտնում եք, որ դրան արժանի եք, որ ձեր հետ վարվեն։ Ու այդպես էլ շարունակվում է։ Բայց երբ որ դու թելադրում ես քո պահվածքով, որ դու շատ ավելին ես արժանի, դու կարող ես առանց իրա գոյատևել, առանց իրա ապրել ու ավելին հասնել, քան իրա հետ, այս դեպքում մի քիչ մենք հաջողեցինք, որտեղ վախի զգացումը կար տղամարդու մեջ, որ իրա կնոջը կկորցնի։ Ամեն դեպքում զգացմունք ուներ։ Այո, ամեն դեպքում զգացմունքը կար, զգացմունքը հաղթեց։